Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն դեկտեմբերի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1400 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 15000 կրակոց։ Հանգստյան օրերը եւս առանց հրադադարի ռեժիմի խախտումների չեն անցել։ Շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 280 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց։ Ռազմական փորձագետ Արտուր Եղիազարյանը նկատում է վերջին 1 տարում ադրբեջանական կողմը սկսել է օգտագործել խոշոր տրամաչափի զինատեսակներ։ Եթե սկզբում միայն հրացանից էին գնդակարձակում, ապա այսօր այլ զինամիջոցներ են, ականանետեր են օգտագործում եւ արդեն նույնիսկ տանկ օգտագործեցին, բայց այս պահին լուրջ անհանգստանալու առիթ չկա, որովհետեւ մեր բանակը իսկապես ամբողջությամբ տիրապետում է իրավիճակին եւ համարժեք պատասխաններ մենք ինչպես տեսնում ենք նաեւ լրատվամիջոցներով ստանում են հակառակորդը, սրանք զսպող գործողություններ են, բայց այսպես համարժեք գործողություններ չէ, այլ համապատասխան։ Երբ որ միակ ցանկացած մի փոքրիկ դրսևորում պետք է ուղղակի խեղդել տեղում, որպեսզի նրանց մոտ հավակնությունները ավելի չմեծանա։ Ինչ կապված է սա, ինչն է պատճառը այս ամենի, մի քիչ բարդ է, որտեղ նայեք, տարածաշրջանում լուրջ քաղաքական եւ արդեն ռազմականացված գործողություններ են տանում։ Այստեղ կարող է այդ քաղաքականությունը հստակ խառնված լինի եւ պայմանավորված չլինի միայն Ադրբեջանով։ Չի բացառվում անգամ Թուրքիայի միջամտությունը ադրբեջանական կողմերի ուշադրության կենտրոնը նաև տեղափոխելու Ղարաբաղյան խնդրի վրա։ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումների պատճառներն ըստ քաղաքագետ Սերգեյ Մինասյանի շատ են։ Դրանց թվում մասնագետն առանձնացնում է Սարգսյան-Ալիև սպասվելիք հանդիպումը, որին ընդառաջ Ադրբեջանը ցանկանում է ստեղծել մի պատկեր, որտեղ Ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծման ճանապարհը մտնում է փակուղի, ինչպես նաև Ռուսաստանի պատժամիջոցների կիրառումը Թուրքիայի նկատմամբ, որոնց հետևանքով Թուրքիան Ադրբեջանի միջոցով սրում է իրավիճակը սահմանում։ Միևնույն ժամանակ, ըստ քաղաքագետի, սրելով սահմանային իրավիճակը, Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են շեղել միջազգային հանրության ուշադրությունը ներքաղաքական խնդիրներից։ Ադրբեջանը, որը գիտեք, նույնիսկ Ռուսաստանից ավել կախվածություն ունի նավթային գների անկման զուգահեռ նաև ուժեղանում է տնտեսական եւ հասարակական քաղաքական լարվածություն Ադրբեջանում, սկսած նրանից, որ այս տարի Ադրբեջանը հավաքել է մոտ 30-40% անցած տարվա արդեն իջացրած գների եկամուտներից, բավական մեծ գումարներ ծախսվում են ադրբեջանական մանատի պահելու առումով, կրճատումներ պետական մարմիններում, նախարարություններում հասնում են հազարավոր մարդկանց, եւ եթե Իլխամ Ալիևը գնաց նրան, որ լիովին գլխատեց հատուկ ծառայությունները իր սեփական երկրի, ինչ որ մի ձևով փորձելով եւ իր կայունությունը ապահովել եւ նաեւ ուշադրությունը տնտեսական խնդիրներից շեղել, առավել եւս ինքը գնում է այն քայլերին լարվածությանը շփման գծում, որովհետեւ հասկանալի է, որ ուշադրությունը շեղել դեպի հակահայկական ռետորիկան, որը այնպես էլ շատ էֆեկտիվ ռեսուրս է Ադրբեջանի իշխանությունների համար, դա ավելի քան բնական է։ Այս ամենն ըստ քաղաքագետի ավելացնում է լայնամասշտաբ ռազմական գործողությունների վտանգը, սակայն միևնույն ժամանակ մասնագետը վստահ է, Ադրբեջանը չի կորցնի զգոնությունը եւ չի հատի կարմիր գիծը, հասկանալով, որ ռազմական գործողությունները վտանգում են նաեւ ադրբեջանական ռեժիմի կայունությունը։ Արտուր Հովհաննիսյան, Վազգեն Համբարձումյան, Առաջին լրատվական։